Տիկին Վարդանյան, ինչպես վարչապետն է ասում, պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերից ներկայացուցիչներից մեկը պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվեց։ Ինչպիսի քաղաքական գնահատական կարող եք տալ այս ամենին։ Շնորհակալություն հարցի համար։ Ինձ համար զարմանալի չէ, քանի որ այս մարդիկ իրենց ամբողջ գործունեության ընթացքում ուղղորդվել են մի կենտրոնից, աշխատել են մի կենտրոնի համար եւ զարմանալի չէ այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ 3 տարի է, ինչ ավականու անդամ ենք եւ 3 տարվա ընթացքում ես չեմ հիշում մեկ ավականու նիստ, որ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները ցանկացած թեմայից, ինչից որ մենք խոսենք, քննարկենք քաղաքի բյուջեն, տրանսպորտը, այլ բարեփոխումներ եւ այլն, նրանք այդ ամենը տանում են դեպի քաղաքական ուղղվածություն են տալիս, քաղաքական աստառ են տալիս եւ իհարկե դավաճան եւ տարբեր պիտակավորումներ են մեզ տալիս, թեժ վեճեր են լինում, դուք տեսնում եք ավականու նիստերի ժամանակ, ինձ շատ հետաքրքիր է հիմա այդ նույն ավականու անդամները ինչպես են գալու եւ նայելու մեր աչքերի մեջ, երբ որ հենց իրենց խմբակցության ղեկավարը պետական դավաճանության հոդվածով ձերբակալվել է եւ որքան գիտեմ մինչև ցմահ այդպիսի դավաճանության համար հասնում է։ Մենք կարող ենք տարբեր հարցերի շուրջ համաձայն չլինել, վիճել, բանավիճել, սուր քննարկել, բայց կարծում եմ, որ նրանք իրենց գնահատականը պետք է տան դավաճանության համար, այլապես եթե սատարում են այդ մարդուն, նշանակում է նրանք էլ են կիսում այն ամենը, ինչ ինքը արել է։ Ընդդիմադիր ուժերը, մասնավորապես պրոռուսական ուժերը իշխանությանը մեղադրում են թույլ լինելու մեջ։ Կներեք, բայց իրենց գլուխը պատով են տալիս։ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե այսքան հայամետ, հայասեր իշխանություն չի ունեցել։ Նրանք դրանով փորձում են մանիպուլացնել այն զանգվածին, որը նրանց է ընտրում։ Այսպիսի խայտառակ ընդդիմություն երբևիցե մենք չենք ունեցել, ընդդիմություն, որը զրո ասելիք ունի, ընդհանրապես քաղաքականությունից նրանք շատ հեռու են, նրանց ամբողջ քարոզարշավը կառուցված է կաշառք տալու, ստեր հորինելու, ապատեղեկատվություն տարածելու վրա։ Այսինքն նրանք նույնիսկ խոսում են բաներից, որից ընդհանրապես գաղափար չունեն, ինչից են խոսում, ակնհայտ է, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը սպասարկում է այլ երկրի շահերը ուղղորդվում է, ես նույնիսկ վստահ եմ, որ նրանք չեն էլ հասկանում ինչ են խոսում, որտեղ նրանց տեքստերը այլ տեղ է գրվում, տալիս է նրանց, որ նրանք խոսեն։ Ընտրակաշառքի դեպքերի մասին նշեցիք, այդ ուժերից մեկը Ուժեղ Հայաստանը գրեթե ամենօրյա ռեժիմով այսպես ընտրակաշառքի ձայնագրության, ընտրակաշառք տալու դեպքեր են արձանագրվում։ Այս մասով որևէ բան կարող եք ասել։ Նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել այն ուժերին, ովքեր որ բացահայտում են, շատ շնորհակալ ենք դրա համար։ Ամենօրվա ձայնագրությունների մեջ մենք լսում ենք, թե այդ մարդիկ, այսինքն կաշառք տվողները, իրենց ընտրազանգվածին ինչպիսի բառամթերքով են բնութագրում։ Եվ ես չեմ պատկերացնում, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր ունեն արժանապատվություն, ինքնասիրություն, եսասիրություն եւ ինչ որ մի գումարի համար պատրաստ են օրինակ, երբ որ իրենց ասում են շուշ անգյալ, երբ որ ասում են ոչխար եւ այլ պիտակավորումներ են տալիս։ Այդ մութ տեղը այդ ինչպիսի լույս է տալիս այդ գումարը, որ նրանք հանուն այդ գումարի պատրաստ են այդ բառերը վերցնել իրենց վրա։ Եվ նրանք, ովքեր այդ գումարը վերցնում են, եւ նրանք, ովքեր գումարի դիմաց չեն, այլ գուցե համակրանքի համար են միացել այդ ուժերին, բայց ամեն դեպքում, եթե մի ուժ մարդկանց այդպիսի բառամթերքով է բնութագրում, գիտեք ինչն է զավեշտալի, որ նույն այդ մարդիկ
ոչ թե այդ ուժերը, այլ նրանց համակիրները։ Տարիներ շարունակ գիտեք, թե վարչապետի աջակիցներին, ընտրողներին ինչպիսի բառերով են բնութագրում, ստացվեց, որ փուչիկը պայթեց եւ նրանք էլիտա չեն, առանձնահատուկ եւ յուրահատուկ չեն, այլ նրանք էլ իրենց փայ, իրենց մաս բառերը ունեն հատուկ իրենց համար նախատեսված։ Միանշանակ դեմ եմ կաշառքին, անընդունելի է։ Նրանք ծախում են եւ մեր երկիրը եւ իրենց երեխաների ապագան։